Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, 168.am լրատվական կայքի YouTube-յան ալիքի հետ մենք շարունակում ենք պարբերաբար եւ կանոնավոր կերպով շաբաթը մեկ անգամ ձեզ ներկայացնել թեմատիկ զրույցների մեր շարքը։ Այսօր ես ձեզ համար ընտրել եմ մի թեմա, որը վերնագրված է ազգային ժողով ապազգային մեծամասնությամբ։ Ես այսօր կխոսեմ նոր ձևավորված Հայաստանի Հանրապետության 9-րդ գումարման ազգային ժողովի մասին։ Խոսենք ու քննարկենք, թե ովքեր են ընտրվել ազգային ժողովի падգամավորներ, որ քաղաքական ուժերից եւ ինչ հնարավոր քաղաքական զարգացումներ են սպասվում նոր խորհրդարանի լիազորությունների մեկնարկի պահից։ Դուք արդեն տեղյակ եք, որ այս տարվա հուլիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմեց ամփոփիչ արձանագրություն, որը որ падգամավորական մանդատներ բաշխվեցին այն քաղաքական ուժերի կողմից առաջադրված տեխնացուներին, որոնք հաղթահարել էին ընտրական շեմը։ Իհարկե, ցավոք սրտի, մեծ օրինախախտումների եւ ձայնագողության ու մանդատագողության հետևանքով այդ հնարավորությունը չտրվեց փաստացի ընտրական շեմը հաղթահարած Բարգավաճ Հայաստան կուսակցության համապետական ցուցակի падգամավորներին։ Դրանց փոխարեն նրանց մանդատները մեծ մասը 5 մանդատից 4-ը բաժին հասավ քաղաքացիական պայմանագիր խմբավորմանը։ Այսինքն ողջ շրջանում նրանք գողանալով մեր ժողովրդի քվեները վերջին պահին գողացան մոտ 60,000 քվեի արդյունքում ձևավորված 5 падգամավորական մանդատները։ Եվ դրա հետևանքով նրանք կազմել են ազգային ժողովի մեծամասնություն։ Դրա համար մեր այսօրվա թեմատիկ զրույցը վերնագրված է ազգային ժողով ապազգային մեծամասնությամբ։ Ազգային ժողովի անդրանիկ նիստը կմեկնարկի այս կիրակի օրը 2026 թվականի օգոստոսի 2-ին։ Եվ այդ պահից կդադարի նաև նախկին արդեն ավարտող 8-րդ գումարման ազգային ժողովի լիազորությունները։ Հիմա փորձենք ամփոփել եւ հասկանալ ինչ ազգային ժողով է ձևավորվել։ Նախ մի քանի ընդհանուր դիտարկումներ։ Նոր ձևավորված ազգային ժողովը չի արտահայտում հասարակության իրական տրամադրությունները։ Դրանպես ընտրությունների իմաստը որն է, որ քաղաքացիները 5 տարին մեկ անգամ, իդեպ ասեմ, որ ազգային ժողովի ընտրությունը դա միակ համապետական ընտրությունն է, այսինքն խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուց հետո այլևս մենք չունենք համապետական որևէ այլ ընտրություն, նախկինում կար նաև հանրապետության նախագահի ընտրություն։ Հիմա ձևավորվում է միայն ազգային ժողովը, որը իր հերթին ձևավորում է մյուս բոլոր սահմանադրական մարմիններ։ Այսինքն միակ համապետական ընտրությունն է, որի ժամանակ Հայաստանի քաղաքացիները պետք է իրենց քվեն տալով ձևավորեն իշխանություն։ Այսինքն տվյալ պահին, ինչպիսին որ կան հասարակական տրամադրությունները, այդպիսի բաշխում էլ պետք է ունենա խորհրդարանը ըստ քաղաքական ուժերի։ Բայց ինչ իրավիճակ մենք ունենք։ Նախ բացի դրանից, որ ինչ ծավալի վարչական ռեսուրս, ինչ ծավալի չարաշահումներ, ընտրակաշառք է թոշակների առողջապահական ծառայությունների տեսքով, որ բաժանել է իշխող կուսակցությունը եւ ստացել մեծ քվեներ, դա թողնելով մի կողմ, փաստացի իրականությունը այն է, որ քաղաքացիական պայմանագիր խմբավորման օգտին քվեարկել է Հայաստանում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 29%-ը, իսկ ընտրությունների մասնակցած քաղաքացիների մոտ 49%-ը։ Այսինքն բոլոր դեպքերում նրանք ժողովրդի մեծամասնության վստահությանը չեն արժանացել, անգամ նորից եմ կրկնում, ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների, անհավասար պայմանների, ձերբակալությունների, քարոզչության, վարչական ռեսուրսի, ընտրախախտումների բոլոր հնարավոր տեսակների, անգամ այդ պայմաններում նրանք մեծամասնություն չեն կազմել ըստ քվեարկության արդյունքների, բայց պարլամենտում նրանք ունեն 105 հնարավոր մանդատներից 64-ը, այսինքն ոչ միայն մեծամասնությունը, այլ 3/5 մեծամասնությունը։ Սա նշանակում է, որ խորհրդարանի կազմը, բաշխումը падգամավորական տեղերի որևէ կերպ չի արտահայտում հասարակական տրամադրությունները, որովհետև եթե դա հասարակական տրամադրություններին համարժեք լիներ, ապա նրանք կլինեին փոքրամասնություն այս խորհրդարանում։ Իդեպ ասեմ, որ բոլոր սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները վկայում էին այն մասին, որ
Նիկոլ Փաշինյանի առաջնորդած քաղաքական ուժը, քաղաքացիական պայմանագիր խմբավորումը կտատանվում է նրա հնարավոր ուրեմն հեղինակությունը 40%-ի շրջանում։ Դա նշանակում է, որ խորհրդարան անցնող մյուս քաղաքական ուժերը պետք է լինեին 60%, այսինքն կոալիցիայի պայմաններում ձևավորեին կառավարություն եւ Նիկոլ Փաշինյանը դառնար ընդդիմություն։ Սակայն ոչ միայն դա այդպես չի, այլև նրանք կազմում են մեծամասնություն, ընդ որում 3/5-րդի մեծամասնություն։ Այսինքն տեղի է ունեցել ակնհայտ ձայնագողություն եւ մենք չունենք օրինական ընտրությունների արդյունքներով ձևավորված ազգային ժողով։ Օրինական են միայն Ուժեղ Հայաստան եւ Հայաստան խմբակցությունների օգտին տրված քվեները, որովհետեւ դա ոչ միայն մարդկանց ազատ կամ արտահայտության արդյունքում տրված քվեներ են, այլև այդ քաղաքական ուժերի օգտին քվեարկել են մարդիկ, ովքեր անցել են դժվարությունների, պայքարի, զրկանքների, հալածանքների, ձերբակալությունների միջով։ Հետևաբար մենք կարող ենք ասել, որ խորհրդարանում, որը փաստացի ձևավորվել է 3 խմբակցություն, 2 խմբակցությունները Ուժեղ Հայաստան եւ Հայաստան խմբակցությունները, դրանք օրինական խմբակցություններն են եւ փաստացի ազգային ժողովը պետք է ծերության կազմված լիներ այդ 41 падգամավորից։ Եվ ապօրինի իշխանազավթման հետևանքով այնտեղ հանգրվանած 64 падգամավորներ, որոնք ընտրվել են քաղաքացիական պայմանագիր խմբավորման ապօրինությունների հետևանքով։ Եթե լինեին արդար ընտրություններ մեր երկրում, ապա այդ պատկերը կստացվեր։ Հիմա իշխանությունները փորձում են ընտրախախտումների մեջ մեղադրել ընդդիմադիր քաղաքական ուժերին, ինչը որ զավեշտ է եւ նման բան երբևէ չի եղել եւ չի կարող լինել։ Պատմության ողջ ընթացքում, եթե ընտրախախտումներ այնուամենայնիվ տեղի են ունենում եւ ունեցել են հիմա եւ ունեցել են նախկինում, ապա ընտրախախտումներ անելու մոնոպոլ հնարավորությունը, մենաշնորհը պատկանում է միայն իշխանությանը։ Հնարավոր չի ընդդիմադիր դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերը իրականացնեն ընտրախախտումներ։ Դա գործնականում բացառում է, որովհետեւ իշխանական լծակներ չունեցող ուժերը, քաղաքական գործիչները, կուսակցությունները չունեն նաև մեխանիզմներ, հնարավորություններ որևէ տիպի ընտրախախտում անելու համար։ Ընտրական հանձնաժողովները վերահսկվում են իշխանությունների կողմից, իրավապահ մարմինները վերահսկվում են իշխանությունների կողմից, հետևաբար իրավապահ մարմինները կարող են հանիրավի վարույթներ նախաձեռնել ընդդիմադիրների նկատմամբ, բռնաճնշումների ենթարկելով նրանց, ինչպես որ արել են, հատկապես Ուժեղ Հայաստան դաշինքի պարագայում, եւ արտոնյալ ռեժիմ սահմանեն, աչք փակեն բոլոր տիպի ընտրախախտումների ենթադրյալ հանցագործությունների վրա, որոնք իրականացնում են իշխանությունների ներկայացուցիչները։ Այս նախընտրական շրջանում դուք լսել եք բազմաթիվ, այսպես կոչված հրապարակված ձայնագրություններ Ուժեղ Հայաստանի, Հայաստան դաշինքի, Բարգավաճ Հայաստան կուսակցության համակիրների մասնակցությամբ շինծու գործընթացներ, որոնց վրա նախաձեռնվել են վարույթներ, որոնցից ոչ մեկը դատական հանգուցալուծում չի ստացել, ես վստահ եմ, որ չի էլ ստանալու։ Բայց դուք ոչ մի անգամ չեք լսել, որ իրավապահ մարմինները վարույթներ նախաձեռնեն, գաղտնալսումներ իրականացնեն, ձայնագրություններ հրապարակեն, որտեղ լսվի, ենթադրենք, թե ինչ հանձնարարություններ է տալիս Նիկոլ Փաշինյանը իր ենթականերին, ինչքանով են դրանք օրինական, ինչ հանձնարարություններ են տալիս, ենթադրենք, մարզպետները համայնքների ղեկավարներին կամ դպրոցների տնօրեններին, բուժ միավորումների ղեկավարներին։ Մենք չենք լսել, թե ինչ հանձնարարություններ են տալի համայնքի ղեկավարները վարչական ղեկավարներին, իրենց ենթակա կազմակերպությունների, մանկապարտեզների, երաժշտական դպրոցների նման խոսակցություններ մենք չենք լսել, որովհետև իրավապահ մարմինները նման ջանքեր չեն գործադրել։ Բայց ակնհայտ է, որ իրավախախտումների այն մեծ ծավալը հենց նրանց մասնակցությամբ, նրանց ներգրավվածությամբ է տեղի ունեցել։ Եվ հիմա այդ ամենի մեջ նրանք կատարելով այդ աննախադեպ խախտումները, նրանք փորձում են մեղավոր կարգել եւ ընտրախախտումների մեջ մեղադրել ընդդիմադիր քաղաքական ուժերին։ Սա իհարկե ոչ միայն լուրջ չի, այլ զավեշտ է եւ ծիծաղելի։ Ընտրական համակարգի սահմանում։ Նախ ընտրական օրենսգիրքը, որով կազմակերպվում են այդ ընտրությունները, այս իշխանությունների կողմից է ենթարկվել փոփոխությունների։
եւ կան մեխանիզմներ, որոնք որ իրենց բերում են շահեկան վիճակի։ Ասենք օրինակ ընտրական շեմ սահմանելը։ Տեսեք, եթե ընտրական անցողիկ շեմը սահմանվեր ոչ թե 4% կուսակցությունների համար, այլ ընդհանրենք 1% կամ 2%, 2%-ի պարագայում վստահ խորհրդան կանցներ առանց որևէ քննարկման նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Արման Թաթոյանի առաջնորդած Միասնության թևեր կուսակցությունը եւ Գուրգեն Սիմոնյանի առաջնորդած Հայաստանի շնորհապետական կուսակցությունը։ Եթե շնորհապետականը իր 2%-ով ունենար 2 մանդատ եւ միանար անգամ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիր խմբավորմանը, ապա մյուս քաղաքական ուժերը խորհրդան անցնող Ուժեղ Հայաստան, Հայաստան Դաշինք, ԲՀԿ եւ Միասնության թևերը կարող էին կազմել կոալիցիա եւ ունենալ մեծամասնություն։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի մեծամասնություն կազմելը եղել է ոչ թե մարդկանց քվեարկության արդյունքների, այլ ընտրական օրենսգրքով սահմանված մեխանիզմների, մեխանայությունների հետևանքով։ Իսկ այդ մեխանիզմները սահմանել են իրենք, որովհետեւ 8-րդ գումարման ազգային ժողովում իրենք ունեին սահմանադրական մեծամասնություն եւ այդ մեծամասնությամբ են որոշել ընդունել այն ընտրական օրենսգիրքը, որով կազմակերպվել է այս ընտրությունը։ Ասացինք, որ նրանք փաստացի 50% չեն հավաքել եւ նաեւ գողացել են ի վերջո ԲՀԿ-ի հասանելիք 60,000 քվեների արդյունքում ձևավորված 5 մանդատները։ Հիմա գանք ըստ քաղաքական ուժերի, որոնք անցել են խորհրդարան։ Այս ապօրինի եւ ապազգային մեծամասնությունը ներկայացնում է քաղաքացիական պայմանագիր խմբավորումը։ Տեսնենք ինչ հետաքրքիր քաղաքական զարգացումներ են եղել այս խմբավորման հետ կապված։ Փաստացի ուսումնասիրությունները հետաքրքիր ուրեմն իրականություն են մեզ ցույց տալի։ Ուրեմն նախ այս ընտրություններից առաջ ձևավորման շրջանում եւ որոշ դեպքերում նաեւ ընտրություններից հետո շատ հետաքրքիր արձանագրում կա, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերնախավի մի շարք առանցքային գործիչներ, որոնք որ այդ կուսակցությունում ունեցել են հեղինակություն, ազդեցություն եւ զբաղեցրել են բարձր պետական պաշտոններ եւ դիրք, նրանք մի մասը հնարավորություն չի ունեցել առաջադրվել որպես պատգամավորի տեխնացու, մյուս մասը ինքնաբացարկներ են հայտնել։ Եթե հիշում եք, դրանց մեխանիզմը հետևյալն էր ցուցակի ձևավորման։ Պետք է տեխնացուն առաջադրվի, եթե ԿՊ-ի անդամը մուծի 500,000 դրամ, եթե ԿՊ-ի անդամ չի 1 միլիոն թե 1.5 միլիոն շուրջ գլխագին էր սահմանված առաջադրման, բայց կուսակցության վարչությունը քննարկում էր, հարցազրույցներ էր անում, որոշում էր, ասում ճիշտ է, դու դիմել ես ցուցակում ընդգրկվելը, բայց վարչությունը նպատակարար չի գտնում, որ դու այդ ցուցակում լինես։ Եվ այդ մեխանիզմով թույլ չտվեցին, որպեսզի առհասարակ պատգամավոր առաջադրվի Հայկ Սարգսյանը, հայտնի շիշ բռնողը, որը երկվորյակ եղբայրն է Նաիրի Սարգսյանի, որը երկար ժամանակ եղել է Նիկոլ Փաշինյանի օգնականը։ Այսինքն նրանք այդ երկու եղբայրներով էլ, որոնք բավականին հեղինակություն եւ ազդեցություն էին ոչ թե երկրում, այլ ԿՊ-ի շրջանակներում ազդեցություն ունեին, նրանք երկուսն էլ դուրս են մղվել։ Նույն տրամաբանությամբ այս քաղաքական թիմից վռնդվեց ուղղակի բառից բուն իմաստով ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ Սա թերևս առաջին դուրս վռնդվողներից էր, որովհետև դեռևս իրենց կուսակցության համաժողովին թույլ չտվեցին նրա մասնակցությունը այն պատճառաբանությամբ, որ նա կուսակցության անդամավճարը ժամանակին չի վճարել, չի փոխանցել, չնայած նա ասաց, որ փոխանցել է, բայց այդ պատճառով թույլ չտվեցին նույնիսկ համաժողովին մասնակցելու կուսակցության, իսկ հետագայում նա առհասարակ չի ընդգրկվել ԿՊ-ի համամասնական ցուցակում, իսկ Հակոբ Արշակյանը եղել է հիմա գործող ազգային ժողովի փոխնախագահն է, իսկ դրանից առաջ զբաղեցրել է բարձր պաշտոններ, նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը։ Ընդհանրապես պատգամավորի տեխնացու չի առաջադրվել Լենա Նազարյանը, որը 7-րդ գումարման ազգային ժողովում ազգային ժողովի փոխնախագահ էր, իսկ հիմա զբաղեցնում է
Նիկոլ Փաշինյանի հետ ապրող տիկնոջ Աննա Հակոբյանի ղեկավարած Իմ քայլը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը։ Իդեպ Լենա Նազարյանը պատգամավոր էր իր ամուսնու հետ, իսկ նրա ամուսինը շարունակելու է մնալ պատգամավոր, որովհետև ընտրվել է։ Ուրեմն առհասարակ չի առաջադրվել ՔՊ-ի ցուցակում Հրաչյա Հակոբյանը, որը Նիկոլ Փաշինյանի հետ ապրող տիկնոջ Աննա Հակոբյանի այրունակից հարազատ եղբայրն է։ Այսինքն, եթե օրինական լիներ նրանց ամուսնությունը, Նիկոլ Փաշինյանի աներորդին, աներձակը։ Հիմա ինչ է ստացվում, որ Աննա Հակոբյանի հետ կապ ունեցող նրա մերձավորներ հանդիսացող գործիչները, նրա եղբայրը, նրա ղեկավարած հիմնադրամի հոգաբարձների խորհրդի նախագահը առհասարակ չեն առաջադրվել։ Սա ես կարծում եմ կապ ունի Նիկոլ Փաշինյանի անձնական ընտանեկան հարաբերությունների հետ, որովհետև գիտեք, որ վերջին շրջանում այդ հարաբերությունները դարձել են առավել անկանոն։ Դրանք իհարկե իրենց համակեցության ողջ շրջանում են եղել ապօրինի անկանոն, երբևէ նրանք գրանցված ամուսիններ չեն եղել ոչ եկեղեցով, ոչ պետական գրանցումով, բայց վերջին շրջանում նաև ամուսնալուծության, նորից միավորման, ինչ-որ խառը պատմությունների ականատեսն ենք եղել մենք։ Եվ այս համատեքստում Աննա Հակոբյանի ազդեցությունը քաղաքական գործիչների վրա Նիկոլ Փաշինյանը ըստ էության նվազեցնում է։ Առհասարակ չի առաջադրվել, չեն թույլատրել, որ առաջադրվի մեկ ուրիշ պատգամավոր, որը արդեն չնայած բարձրագույն կրթություն չունենալու հանգամանքին հասցրել էր դառնալ նույնիսկ ազգային ժողովում առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Խոսքը վերաբերում է Հռիփ Սիմե Հունանյանին։ Եվ այս ցանկի գլխավոր ուրեմն գործող անձը, որը վռնդվեց ըստ էության քաղաքական թիմից այլ պաշտոնի զբաղեցնելու հնարավորությունից զրկելով, դա ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը բացառիկ նվիրվածություն եւ հավատարմություն է ցուցաբերել Նիկոլ Փաշինյանին իր ողջ պաշտոնավարման շրջանում, անգամ այն դեպքում, երբ որ ասում էին, որ նա ունի սոցհարցումների որոշակի հեղինակություն, նա վախեցած ձեռնպահ էր մնում ասել, որ ինքը հեղինակություն ունի, ասելով, որ եթե անգամ ինքը ունի հեղինակություն, դա էլ է պատկանում Նիկոլ Փաշինյանին այդ հեղինակությունը, որովհետև միայն դրանով է պայմանավորված։ Նախընտրական շրջանում նա Նիկոլ Փաշինյանի ավտոբուսի կողակիցն էր, միասին էին նստում եւ միասին էին ուտում այն ամենը, ինչ որ նրանց այդ պահին առաջարկվում էր։ Ալեն Սիմոնյանը կեղտոտ զավեշտալի հայտարարություններն արել հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված, ամենափառաբանող հայտարարություններն արել հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված, այսինքն բոլոր հնարավոր ձևերով դրսևորել է իր նվիրվածությունը ու հավատարմությունը Նիկոլ Փաշինյանին։ Եվ հիմա դա ուղղակի դուրս է շպրտվել։ Ու ինչն է հետաքրքիր, որ նա ինքը առաջադրվել էր նորից ազգային ժողովի նախագահ դառնալու համար, բայց ինչ որ ՔՊ վարչությունը իբր չի ընտրել նրան, այլ ընտրել է Ռուբեն Ռուբինյանին։ Ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը լինելով երկար ժամանակ թիմի առանցքային գործիչներից մեկը, վարչության անդամ, ինքը միամիտ չի եւ ինքը շատ լավ հասկանում է, որ այդ վարչության նիստ կոչվածը, այդ առաջադրումները, այդ քվեարկություններն ու ընտրությունները, դրանք ընդամենը թատերական միջոցառումներ են, որովհետև այդ կուսակցությունում ՔՊ-ում ընդամենը մի մարդ կա, որ որոշում է կայացնում, դա Նիկոլ Փաշինյանը, մնացած բոլորը շղարշ է եւ թատերականացում, եւ ինքը շատ լավ գիտի դա, եւ ինքը շատ լավ հասկանում է, որ եթե իրան հնարավորություն չի տրվել նորից դառնալու ազգային ժողովի նախագահ, ապա դա ոչ թե ՔՊ-ի վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանի կամ Գնել Սանոսյանի, այլ հենց Նիկոլ Փաշինյանի որոշումն է։ Եվ սա շատ կարևոր է, որովհետև դրանից հետո Ալեն Սիմոնյանն հրաժարվեց նաև պատգամավորական մանդատից, ասելով, որ ինքը ցանկանում է հանգստանալ, իսկ ընդամենը մի քանի օր առաջ ինքը ոչ միայն չէր ուզում հանգստանալ, այլ ինքը ուզում էր նորից մեկ ամբողջ գումարում 5 տարի դառնալ ազգային ժողովի նախագահ։ Սա չափազանց կարևոր է ներքին իրենց խմորումների իմաստով, որովհետև նման առանցքային ազդեցիկ գործին օգտագործել, քամել նրան, նսեմացնել ըստ նրա հայտարարությունների, որտեղ Ալեն Սիմոնյանը դեռ մեծ պատասխանատվության առջև է կանգնելու իր մինչև հիմիկվա կատարած հայտարարությունների եւ գործողությունների համար եւ ոչ մեկ նրան չի ազատելու այդ պատասխանատվությունը։ Եվ նա գնացել է այդ բազմաթիվ հանցավոր քայլերին ի հավատարմություն Նիկոլ Փաշինյանի եւ հիմա շատ նա հանգիստ, առանց աչք թարթելու
նրան դուրս է շպրտում, այսինքն նայեք, ՔՊ-ի նոր ցուցակում չկան ազգային ժողովի նախագահ, ազգային ժողովի նախագահի տեղակալների պաշտոններ զբաղեցրած մարդ, ազգային ժողովում հանձնաժողովի նախագահի պաշտոն զբաղեցրած անձ եւ մի շարք падգամավորներ։ Իրենց համամասնական ցուցակից մեծ թվով ինքնաբացարկ հայտնած գործիչներ են եղել։ Մի պահ շատերը քննարկման առարկա են դարձրել ուժեղ Հայաստան դաշինքից բացարկի դիմումները, որը հիմնականում վերաբերում էր 90-ից հետո համարներին, այսինքն այն դիրքում գտնվող տեխնացուներին, ովքեր որևէ պարագայում ըստ էության падգամավոր չէին դառնալու, հետեւաբար նրանց մնալը համամասնական ցուցակում կրել էր զուտ խորհրդանշական բնույթ։ Դա դարձեցին քննարկման առարկա, բայց քչերն են ուշադրություն դարձնում, որ ՔՊ-ի համամասնական ցուցակից զանգվածային բացարկի դիմումներ են եղել։ Ընդ որում այդ ցուցակում որպես падգամավորի տեխնացու էին առաջադրվել բոլոր մարզպետները եւ նրանք բոլորը բացարկի դիմումներ են գրել, բացի, եթե չեմ սխալվում, Կոտայքի մարզպետից։ Սա ինչ է նշանակում, սա այն որ ասում ենք վարչական ռեսուրսի օգտագործում հենց դրա համար է, որովհետեւ եթե մարզպետ առաջադրվել է падգամավորի տեխնացու, իր մարզի տարածքում իրականացնում է նախընտրական քարոզչություն որպես падգամավորի տեխնացու, բնականաբար բոլոր մարզային կառույցները, համայնքի ղեկավարները եւ այլն կաշկանդվածություն ունեն, որպեսզի օգնեն մարզպետին, այսինքն վարչական ռեսուրսը հենց դրանով է օգտագործում։ Իսկ դրանից հետո մարզպետը ինքը падգամավոր չի դառնում, այլ հրաժարվում է падգամավորական մանդատից, շարունակելով մնալ որպես մարզպետ։ Այսինքն եթե դու չէիր ուզում դառնալ այդ падգամավորին, չէիր առաջադրվել, չէ՞, այդ հարցը կարելի է տալ ինքնաբացարկ հայտնած բոլոր գործիչներին, բայց երբ որ դրանք կրում են զանգվածային բնույթ եւ համակարգված բնույթ, այսինքն վերաբերում են նույն տիպի պաշտոն զբաղեցնող մարդկանց։ Նույնը վերաբերում է նաեւ համայնքների ղեկավարներին։ ՔՊ-ի ցուցակում կային մի շարք համայնքների ղեկավարներ, որոնք падգամավորի տեխնացուներ են, եւ նրանցից միայն մեկը Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանն է վերցրել падգամավորական մանդատը հրաժարվելով համայնքի ղեկավարի պաշտոնից։ Մյուսները մանդատից են հրաժարվել, շարունակելով մնալ որպես համայնքի ղեկավար։ Իդեպ Գարիկ Սարգսյանի ձեռը սրանք ոնց որ կրակն ընկեն։ Այդ 18 թվից հետո էլ ինչ հնարավոր պաշտոն ասես սրան նշանակեցին, նա ի վիճակի չի, էլի դե բնական է դա, որ ի վիճակի չի որևէ ֆունկցիոնալ գործունեություն ծավալել։ Սկզբից սա նշանակվեց Արարատի մարզպետ, հետո ձախողեց այդ պաշտոնում նշանակեցին պետական գույքի կառավարման վարչության պետ, հետո տարան որ նշանակեն այդ ընտրվի Վեդի խոշորացված համայնքի ղեկավար չընտրվեց, դրանից հետո մի հատ վերընտրություն կազմակերպեցին են Հոպլոյի կուսակցության հետ ինչ որ մեքենայություններ արեցին, սրան զորով սարքեցին Վեդի համայնքի ղեկավար, հիմա էլ ընդեղ է տապալ է, հետ են բերում որպես ազգային ժողովի падգամավոր։ Պատգամավորական մանդատից նայեք ՔՊ-ի ցուցակից հրաժարվել են։ Առաջի, ուրեմն 6 մի րոպե, այստեղ քանի հոգին էին առաջի բանից հրաժարվել։ Ցուցակի առաջի համարները գրեթե բոլորը հրաժարվել են։ Նայեք, Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Անահիտ Ավանեսյան, սա առաջի երրյակն է, 3-ն էլ մանդատից հրաժարվել են։ 4-րդը եղել է Սուրեն Պապիկյան, 5-րդը Գևորգ Պապոյան, Սրբուի Գայլյան 6 առաջի 6 համարները ՔՊ-ի ցուցակի, ովքեր որ падգամավորի տեխնացու են, 6-ն էլ բացարկի դիմումներ են գրել։ Բացարկի դիմում է գրել նաև Արսեն Թորոսյանը, Ալեն Սիմոնյանը արդեն բնականաբար ասեցինք, որ մանդատից հրաժարվել, մանդատից հրաժարվել է Լիլիթ Մակունցը, Դավիթ Խուդացյան, Ռոմանոս Պետրոսյան, Գներ Սանոսյան, Տիգրան Ավինյան, Լևոն Լևոնյան, Մխիթար Հայրապետյանը ոչ միայն падգամավորական մանդատից հրաժարվել, այլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը նաև հաջորդ կառավարության կազմում չի լինել։ Ես թվարկեցի այն падգամավորներին ընտրված, որոնք հրաժարվել, որոնք անցողիկ շեմում են գտնվում եւ ընդհանուր առմամբ ՔՊ-ից հիմա падգամավորը ընտրվել 89-րդ համարի տեխնացուն Էդուարդ Աղաջանյանը։ Այն դեպքում, երբ որ նրանք ունեն ընդամենը 61 մանդատ համապետական ցուցակով, այսինքն 28 հոգի անցողիկ դիրքերից բացարկի դիմում են գրել։ Սա աննախադեպ է եւ որևէ այլ քաղաքական ուժի սա բնորոշ չի։
ՔՊ-ի ցուցակում կա մի շատ հետաքրքիր այլ արձանագրում, որը նույնպես կարծում ենք արժանի է ուշադրության ներքաղաքական զարգացումների տեսանկյունից։ Որոշ գործիչներ, որոնք Նիկոլ Փաշինյանի անմիջական մերձավոր շրջապատի պաշտոնյաներ են եղել, նրանց հեռացրել է գործադիր իշխանությունից եւ բերել է պարլամենտ։ Այդպիսիք են օրինակ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Սա այն պաշտոնյանն է, որ ուղիղ է աշխատում վարչապետի հետ եւ ամենօրյա ռեժիմով է աշխատում, անընդհատ ռեժիմով է աշխատում։ Արայիկ Հարությունյանի ըստ էության հեռացրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից եւ բերել է պարլամենտ։ Երկրորդը իր հետ մշտապես առնչվող, բոլոր գործողումներին հետ այցելող, բոլոր հանդիպումներին գրեթե մասնակցող մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն է, որը նույնպես հեռացվել է պաշտոնից եւ բերվել է ազգային ժողով։ Մյուսը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն է, որը նույնպես զբաղվում էր վարչապետի աշխատակազմում միայն պրոպագանդայի վերաբերող հարցերով։ Ազգային ժողովը բերվել նախորդ գործող գումարման ընթացքում падգամավոր չհանդիսացող Սասուն Միքայելյանը։ Խոսակցություններ կան, որ սրան ազգային ժողով բերելու հիմնական նպատակը այն է, որ Ադրբեջանի իշխանությունների պահանջներից մեկն է հանդիսանում, որպեսզի Հայաստանում լուծարվի, դադարեցնի իր գործունեությունը երկրապահ կամավորականների միությունը, որի վարչության նախագահն է հանդիսանում Սասուն Միքայելյանը եւ ԵԿՄ-ն լուծարելու պարագայում, որպեսզի սա լրիվ դուրսը չմնա, որոշել են սրան կարգեն ազգային ժողովի падգամավոր, այսինքն հավանաբար մենք առաջիկայում կլսենք ԵԿՄ-ի լուծարման մասին, որպես ադրբեջանական հերթական պահանջի կատարում։ Ամենայն հավանականությամբ կարող է պահպանվել միայն վետերանների միության ինչ-որ մի հասարակական կազմակերպություն, որը զբաղվի միայն սոցիալական խնդիրներով։ Իսկ ԵԿՄ-ն, գիտեք, դա մի յուրահատուկ հասարակական կազմակերպություն էր, որի անդամ հանդիսանում էին Արցախյան տարբեր պատերազմների մասնակցած կամավորականները, որոնք ոչ միայն պատերազմի նախկին մասնակիցներ են, այլև երկրի համար դժվարին պայմաններում, ինչպիսին կլներ ապրիլյան քառօրյա պատերազմը, 44-օրյա պատերազմը կամ այլ դեպքերում ԵԿՄ-ն կամավորական ջոկատներ էր կազմավորում, որոնք մասնակցում են հայրենիքի պաշտպանության գործին։ Հիմա բնականաբար այդ ջոկատները պետք է լուծարվեն եւ ԵԿՄ-ի այդ ֆունկցիան, իսկ ԵԿՄ-ի մեկ այլ ֆունկցիան նաեւ պատանի երկրապահների ակումբներ, դպրոցներում ռազմահայրենասիրական դասիրակությունը, երիտասարդության շրջանում այդ ամեն ինչը պետք է վերացվի։ Սասուն Միքայելյանին ազգային ժողով բերելու նպատակը ԵԿՄ-ն լուծարելու ադրբեջանական պահանջի կատարման համատեքստում է։ Ուրեմն այս ազգային ժողովում շատ քիչ թվով մարդիկ կան, որոնք որ նոր գործիչներ են, ՔՊ-ի ցուցակում մեծ մասը դա իրենց գործող падգամավորներն են կամ գործադիր իշխանությունից եկած ներկայացուցիչները։ Եվ դեռ ազգային ժողովը չձևավորված, նույնիսկ այն դեպքում, երբ որ հունիսի 26-ին պետքա մեկնարկեր ՍԴ-ի նիստը, որը բողոքարկում էին ընտրությունների արդյունքները աննախադեպ թվով քաղաքական ուժեր, 7 քաղաքական ուժեր, հունիսի 25-ին դրանից մեկ օր առաջ ՔՊ-ն հրավիրեց վարչության նիստ եւ արդեն սկսել են պաշտոնների բաշխում ազգային ժողովում, այսինքն դեռ չսպասելով ՍԴ-ի որոշման, այսինքն վստահ լինելով որ ՍԴ-ն թողնելու է ԿԸ-ի որոշումը անփոփոխ, որոշել են որ ազգային ժողովի նախագահ պետք է դառնա Ռուբեն Ռուբինյանը, ազգային ժողովի նախագահի տեղակալներ պետք է լինեն Վահագ Ալեքսանյանը եւ Հայկ Կոնջորյանը, որ Նիկոլ Փաշինյանի թերթի հաշվապահ Արուսյակ Մանավազյանը պետք է դառնա խմբակցության ղեկավար եւ նաեւ արդեն որոշումներ են կայացրել թե ովքեր պետք է գլխավորեն ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ։ Ազգային ժողովի հանձնաժողովները թե քանիսը պետք է լինեն, ինչ անուններով պետք է լինեն, դա դեռ ազգային ժողով պետք է նոր որոշի։ Ազգային ժողովը դա դեռ չի որոշե, բայց իրենք արդեն 12 հանձնաժողովներում ղեկավար պաշտոնների նշանակման որոշումներ են կայացրել։ Այսինքն այս մարդկանց հետաքրքիր է իշխանությունը միայն պաշտոնների իմաստով, որպեսզի իրենք պաշտոններ զբաղեցնեն, իսկ ինչ է նշանակում պաշտոն զբաղեցնել իրենց պարագայում, դա նշանակում է բարեկեցություն, ապօրինի հարստացում, աշխատավարձներից բացի հսկայական չափի պարգևը վճարներ, տարբեր տիպի արտոնություններ, անձնական գույքի ձեռքբերում, այդ իրանց տալիս է իրանց պաշտոնները, այսինքն ժողովրդին թալանեն,
իրենք հարստանան։ Դրա համար ինչա պետք պաշտոններ։ Դրա համար այս պահին իրենց ոչ թե հետաքրում ազգային ժողովի աշխատանք, օրենսդրական գործունեություն, քաղաքական օրակարգ, դες բան չկա ԿՊ-ում։ ԿՊ-ում քննարկվող հարցը պաշտոններ է։ Օրինակ ուժեղ Հայաստան դաշինքը, որ ամենամեծ ընդդիմադիր, մինչև հիմա որոշումներ չունի։ Ազգային ժողովի որևէ ղեկավար պաշտոնում նույնիսկ Դոնթի բանաձևով իրեն հասանելի քվոտայի վերաբերել, որովհետև այդ հարցը համարվում է 100-րդական հարց։ Իրենց պարագայում դա միակ հարցն է, որ այս պահի դրությամբ քննարկվում է։ Գանք ուժեղ Հայաստան դաշինքին։ Ուժեղ Հայաստան դաշինքի համամասնական ցուցակից մինչև կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշում կայացնել ապրիլի 21-ին մեծ արձագանք ստացավ այն, որ 105 հոգի ինքնաբացարկի դիմումներ էին գրել։ Սա փորձեցին ներկայացնել իբրև դաշինքի պառակտում մարդիկ հեռանում են, բայց իրականում դա համաձայնեցված քաղաքական որոշում էր եւ այն մարդիկ, ովքեր որ ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել, որոշվել է, որ նրանք այլ դերակատարում պիտի ունենան, միևնույնն է նրանցից ոչ ոք պատգամավոր դառնալու գործնական հնարավորություն չուներ, որովհետեւ բոլոր ինքնաբացարկ հայտնած տեխնացուները նրանք զբաղեցնում էին 90-րդ հորիզոնականից դեպի այլ հորիզոնական, այսինքն մինչև 200 հորիզոնականը զբաղեցնող գործիչներն, այսինքն այսպես թե այնպես գործնականում նրանք քիչ հավանական է, որ երբևէ կարող էին նույնիսկ ամբողջ 5 տարվա ընթացքում պատգամավորական մանդատ ունենալ։ Եվ այդ է եղել պատճառը ինքնաբացարկի։ Իսկ անցողիկ, այսինքն 29 տեղերի համար նախատեսված տեղերից բացարկի դիմումներ էին ներկայացրել 4 գործիչներ, տեխնացուներ, Գոհար Մելոյանը, ցուցակի առաջի կին տեխնացուն, Ավետիս Առաքելյանը, որ ինքնաբացարկի որոշումը պայմանավորված է Գյումրի քաղաքում քաղաքական գործընթացների հանգամանքով, գիտեք, որ Ավետիս Առաքելյանը ներկայում Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է եւ Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի դեռևս անազատության մեջ գտնվելու պարագայում նրա բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքի, այսինքն տնային կալանքը նշանակում է, որ նա չի կարող գնալ աշխատանքի եւ կատարել համայնքի ղեկավարի իր պարտականությունները։ Եվ այդ պարագայում, եթե Ավետիս Առաքելյանը, որ ավականու անդամ համայնքի ղեկավարի տեղակալն է, վայր դնի իր ավականու անդամի մանդատը, դա նշանակում է, որ նա պետք է հրաժարվի նաև քաղաքապետի պաշտոնակատարի պարտականություններից։ Իսկ Գյումրի նման այս վիճակի ծանր պայմաններում, երբ որ ԿՊ-ն նպատակ է դրել տապալել ընտրված ավականին եւ գնալ արտահերթ ընտրությունների, սա քաղաքականապես շատ վտանգավոր որոշում կարող է լինել եւ ողջունելի է, որ պարոն Առաքելյանը որոշեց շարունակել իր պաշտոնավարումը համայնքի ղեկավարի տեղակալի եւ տվյալ պահին նաեւ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պարագայում։ Հրաժարականի դիմումներ էին ներկայացրել նաեւ Լիլիա Շուշանյանը եւ Արթուր Դանելյանը, որոնց պատճառները քաղաքական որոշումների անձնական են եւ քաղաքական չեն, այսինքն նրանք երեքն էլ հայտարարություններ արել են, որ շարունակում են մնալ ուժեղ Հայաստանի քաղաքական թիմում, շատ բարձր քաղաքական պատասխանատվությամբ եւ հետագա կուսակցական գործունեության կազմակերպման կարևոր հանձնառություններով, որոնք արդեն իսկ նրանք ստանձնել են եւ շատ մեծ բարեխղճությամբ եւ որակով շարունակում են իրականացնել։ Հատկանշական է, որ ուժեղ Հայաստանի թիմը դա երիտասարդ քաղաքական գործիչներից կազմված թիմ է, տարիքով ամենամեծ պատգամավորը ընդամենը 53 տարեկան է, իսկ այդ ցուցակից, այսինքն ամբողջ 29 հոգուց ոչ ոք երբևէ պատգամավոր չի եղել, բացառությամբ Արամ Վարդևանյանի, որը նախորդ գումարման ազգային ժողովում պատգամավոր էր ընտրվել Հայաստան դաշինքի համամասնական ցուցակով եւ 1 տարի ու մի քանի ամիս անց վայր էր դրել պատգամավորական մանդատ։ Այսինքն բացի Արամ Վարդևանյանից մեր քաղաքական թիմի մյուս ներկայացուցիչներ, ովքեր ընտրվել են պատգամավորներ, պատգամավորական աշխատանքի փորձառություն չունեն եւ հիմնականում երիտասարդներ են, բայց շատ բանիմաց, ուսյալ, աշխատանքային իրենց սեփական երիտասարդ տարիքին բնորոշ իրենց սեփական փորձառությունը անցած եւ այդ փորձառությունը հաջողությամբ անցած գործիչներ են, որոնք շատ արագ նաեւ ունեն իրավիճակին հարմարվելու կարողություն։ Դրա թերևս լավագույն օրինակը կուսակցության առաջի ամառի տեխնացու Նարեկ Կարապետյանը, որը
լինելով երիտասարդ գործիչ եւ իր ամբողջ կարիերան կապված է եղել բացառապես բիզնեսի հետ, ղեկավարելով տաշիր ընկերությունների խմբի տարբեր ընկերություններ, տարբեր բիզնես նախագծեր, տարբեր ներդրումային ծրագրեր, այսինքն ամբողջությամբ իր գործունեությունը պայմանավորված է եղել մասնավոր առևտրային հատվածի գործունեության հետ, մեր աչքի առջև, մեր ողջ ժողովրդի աչքի առջև մենք տեսանք, թե ինչպես կարողացավ նա կարճ ժամանակահատվածում կայանալ նաև իբրև շատ պատասխանատու, շատ վճռական եւ մեծ հարգանք եւ վստահություն վայելող քաղաքական գործիչ։ Նարեկի օրինակը կարծում եմ բնորոշ է նաև քաղաքական թիմի մյուս անդամներին, որոնք աշխատելով տարբեր ոլորտներում, հիմնականում մասնավոր ոլորտում, որոշները հասարակական, կարճ ժամանակահատվածում կարողանում են ադապտացվել նոր իրավիճակին, ինչը պայմանավորված է նրանց բանիմաց եւ երիտասարդ լինելու հանգամանքով։ Նրանք բոլորը վճռական, ավյունով լցված եւ մեծ պատասխանատվության գիտակցումով գործիչներ են։ Ուժեղ Հայաստանը, քանի որ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն է, ազգային ժողովի կանոնակարգ օրենքով այդ խմբակցությանն են վերապահված ազգային ժողովի նախագահի մեկ տեղակալի եւ 1/3 կազմող մշտական հանձնաժողովի նախագահների, որոշ դեպքերում նաեւ նախագահների տեղակալների պաշտոններ, բայց այդ պաշտոնները զբաղեցնելու վերաբերյալ խմբակցությունը դեռևս որոշումներ չի կայացրել եւ այդ որոշումը կայացնելը նաեւ ունի իր ժամկետը, դա մինչեւ օգոստոսի 2-ն է, որից հետո պարզ կլինի, թե ուժեղ Հայաստանը ներգրաված լինելու է ազգային ժողովի ղեկավար մարմիններում իր հասանելիք պաշտոններում, թե ոչ։ Մյուս խմբակցությունը ազգային ժողովում, որը ձևավորվել է, դա Հայաստան խմբակցությունն է։ Հայաստան խմբակցությունը առաջնորդում էր երկրորդ նախագահ եւ Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Պարոն Քոչարյանը հայտարարել էր նախընտրական շրջանում, որ ինքը եթե Հայաստան խմբակցություն դաշինքը մեծամասնություն չունենա եւ ինքը չկարողանա դառնալ վարչապետ, ապա կհրաժարվի падգամավորական մանդատից, այսինքն նա ազնվորեն նախընտրական շրջանում հայտարարել էր ընտրվելու պարագայում մանդատից հրաժարվելու իր որոշման մասին եւ Հայաստան դաշինքի այդ 12 падգամավորական տեղերից, որը նրանց բաժին է հասել, ըստ էության նախագահ Քոչարյանը միակն է, որը հրաժարվել է падգամավորական մանդատից։ Ցուցակի համամասնական ցուցակի մյուս բոլոր տեխնացուները վերցրել են падգամավորական մանդատները եւ ընտրվել են падգամավորներ։ Նրանց մեծամասնությունը ազգային ժողովի գործող 8-րդ գումարման падգամավորներ են։ Ընդամենը 2 նոր երիտասարդ գործիչներ են, որ հայտնվել են Հայաստան դաշինքի խմբակցության կազմում, Սևակ Խաչատրյանը եւ Մեսրոպ Մանուկյանը։ Սևակ Խաչատրյանը ղեկավարում է այն կուսակցությունը, որը դաշնակցության հետ կոալիցիա են կազմել նախընտրական շրջանում, իսկ Մեսրոպ Մանուկյանը ճանաչված գործիչ է, որպես հասարակական գործիչ, հատկապես վերջին շրջանում Երևանի համայնքի ավականու անդամ, ընտրվել էր Մայր Հայաստան դաշինքի համապետ ավականու ցուցակով եւ շատ ակտիվ գործունեություն էր ծավալում իբրև ավականու անդամ։ Այսինքն Հայաստան դաշինքի կարող ենք ասել падգամավորները նրանք փորձառու հիմնականում գործիչներ են, որոնք նախկինում զբաղեցրել են պետական բարձր պաշտոններ, իսկ մեծամասնությունը, այսինքն 12-ից 10-ը նաև ազգային ժողովի հիմիկվա падգամավորներ են անել, այսինքն ունեն նաև փորձառություն խորհրդարանական գործունեության մեջ։ Իդեպ վերջերս Հայաստան խմբակցությունը արդեն հայտարարեց, որ խմբակցության նիստ են արել եւ ընտրել են խմբակցության ղեկավար եւ քարտուղար, խմբակցությունը ղեկավարի ճանաչված գործիչ, կուսակցության դաշինքի առաջին կին տեխնացու Աննա Գրիգորյանը, իսկ խմբակցության քարտուղարը կլինի Հայ-Աղափողական դաշնակցության ներկայացուցիչ ազգային ժողովի падգամավոր Արթուր Խաչատրյանը։ Եթե մենք փորձենք համեմատություն իրականացնել այս եւ արդեն նախորդ կարող ենք ասել ազգային ժողովների միջև, եթե համեմատական վերլուծություն անենք, ապա տարբերությունները հետեւյալն են։ Նախորդ խորհրդարանը ուներ 107 падգամավոր, 9-րդ գումարման ազգային ժողով ունի 2 падգամավորով պակաս, 105 падգամավոր։ Եթե նախկինում 21 թվականի ընտրություններում նվազագույն շեմը հաղթահարել էին ընդամենը
երկու քաղաքական ուժեր, այսինքն ՔՊ-ն եւ Հայաստան Դաշինքը, ապա այս գումարման ազգային ժողովում փաստացի Շեմը հաղթարել են 4 քաղաքական ուժեր, բայց քանի որ ԲՀԿ-ին ապօրինաբար զրկեցին իրենց բաժին, իրենց հասանելիք մանդատները ստանալու հնարավորությունից, ապա Շեմը հաղթահարած է ճանաչվել 3 քաղաքական ուժ։ Հիշեցնեմ, որ 21 թվին պատիվ ունեմ խմբակցությունը, Շեմը չէր հաղթահարել եւ քանի որ ընտրական օրենսգիրքը պահանջ ունի, որ առնվազն 3 քաղաքական ուժ պետք է լինի խորհրդանում, պատիվ ունեմը խորհրդաներ անցել իրավունքի ուժով։ Նախորդ գումարման ազգային ժողովում ՔՊ-ի խմբակցությունը կազմված էր 71 падգամավորից, հիմա այդ թիվը իջել է, այսինքն նրանք ի վերջո ստացել են ավելի քիչ մանդատներ, քան նախորդ գումարման ազգային ժողովում, այս պահին նրանք ունեն 64 падգամավորական տեղեր։ Դրա փոխարեն ընդդիմության տեղերն ավելացել խորհրդանում, այսինքն 35 նախկին խորհրդանում ընդդիմադիր падգամավորների տեղերի փոխարեն, հիմա կա 41 ընդդիմադիր падգամավոր, այսինքն իջել է նաև նվազել է ՔՊ-ի եւ ընդդիմության ձայների հարաբերակցության տարբերությունը, այսինքն եթե օրինակ ազգային ժողովը նախաձեռնի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, եթե դա լիներ նախորդ գումարման ազգային ժողովում, ապա պետք է լինելու, որ ՔՊ-ից 18 падգամավոր միանա, հիմա ավելի քիչ թվով падգամավորներ, 12-ի միանալու պարագայում խնդիրը կարող է լուծվել։ Այս խորհրդանում ՔՊ-ն ըստ էության չունի եւ շարունակում է չունենալ սահմանադրական մեծամասնություն, ինչը ուներ նախորդ գումարման, այսինքն 71 падգամավորով նրանք ունեին 2/3 եւ ցանկացած որոշում կարող են կայացնել։ Հիմա անկախ ամեն ինչից, անգամ ԲՀԿ-ին զրկելուց հետո նրանք 2/3 չունեն սահմանադրական մեծամասնություն, բայց ունեն մեծամասնություն, 3/5-ի մեծամասնություն, ինչը իրենց իրավունք է տալիս այլ որոշումների, օրինակ սահմանադրական մեծամասնության համար պետք է որ լինեին 70 падգամավորներ, սրանք 64 են։ Իսկ ինչ է տալիս սահմանադրական մեծամասնությունը, դա փոփոխություններ ազգային ժողովի կողմից սահմանադրության տեքստում այն հոդվածներում, որը ազգային ժողովը կարող անել, կամ սահմանադրական հանրաքվե նախաձեռնելու մասին որոշում անկայացում, այսինքն դրա համար պետք է 2/3։ Հիմա մենք վստահ կարող ենք ասել, որ ՔՊ-ն չի կարող այլևս սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել միայն մեկ խմբակցությամբ եւ նախաձեռնել սահմանադրական հանրաքվե։ Երրորդ առանձնահատկությունը դա հանրապետության նախագահի ընտրությունն է։ Հանրապետության նախագահի ընտրության համար անհրաժեշտ է 3/4 падգամավորների, դա կազմում է 79 падգամավոր, այսինքն առանց ընդդիմադիր խմբակցությունների ջանքերի հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու կամ նրա հրաժարականի դեպքում իսկ նրա լիազորությունների ժամկետը անկախ ամեն ինչից ավարտվելու է այս գումարման ազգային ժողովի ընթացքում, միայն ՔՊ-ի խմբակցությունը չի կարող ընտրել հանրապետության նախագահ։ Նրանք ԲՀԿ-ին ձայնազուրկ դարձնելու ձայները մանդատները գողանալուց հետո ունեն խորհրդանում 3/5 մեծամասնություն, 3/5-ի համար պետք է 63 падգամավոր, իրենք ունեն սահմանային թիվ 64, այսինքն 1 падգամավորով ավել սահմանված թվից։ Ինչ իրավունքներ է տալիս 3/5-ը, դա ընդունել օրենքներ, փոփոխություններ կամ նոր օրենքներ սահմանադրական օրենքներում, այդպիսինք են 7 սահմանադրական օրենքներ մենք ունենք, դրանք առավել կարևոր օրենքներն են համարվում հասարակական կյանքի կազմակերպման։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը, ընտրական օրենսգիրքը, հանրաքվեի մասին օրենքը, սահմանադրական դատարանի մասին, դատական օրենսգիրքը, կուսակցությունների մասին եւ մարդու իրավունքների պաշտպանի մասին։ Այս 7 օրենքները դրանք սահմանադրական օրենքներ են եւ հիմա ՔՊ-ն ցավոք սրտի հնարավորություն ունի նաեւ այս գումարման ազգային ժողովում այս օրենքներում փոփոխություններ անել։ 3/5-ը իրավունք է տալիս նրանց նաեւ ընտրել սահմանադրական դատանի դատավորներ առանց ընդդիմադիր падգամավորների կարծիքը հարցնելու, գլխավոր դատախազ, վճռաբեկ դատանի դատավորներ, կենտրոնական բանկի նախագահ եւ անկախ սահմանադրական մարմինների ուրեմն խորհուրդների անդամներ կամ ներկայացուցիչներ։ 1/2 մեծամասնությունը, որը այսպես թե այնպես նրանք ունեն, դա հնարավորություն է տալի, դա падգամավորների 53 հոգին է թիվը, ընտրել վարչապետ, ցանկացած օրենքներ ընդունել, փոփոխություններ կատարել այդ ընտրություններում, 1/5-ից ավելին նաև իրավունք է տալի անվստահություն հայտնել վարչապետին 1 տարի հետո
եւ նախաձեռնել ազգային ժողովի արտահերթ նիստեր, այսինքն ԿՊ-ն այդ հնարավորություններ ունի, իսկ ընդդիմությունը բնականաբար ցավոք սրտի այդ հնարավորությունները չունի ապօրինի իշխանազավթման հետևանքով։ Հիմա քանի որ ընդդիմադիր քաղաքական ուժերի գլխավոր օրակարգը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու օրակարգն է, ապա դրա իրականացման համար տեսականորեն գոյություն ունեն հետևյալ հնարավորությունները, թե երբ դրանք հնարավոր կլինի գործնականում կիրառել, դա արդեն կախված է մեր ապագա քաղաքական քայլերից, գործողություններից, նաև հասարակական տրամադրություններից, բայց տեսական իրավական մեխանիզմները այդ գործընթացի հետևյալն են։ Առաջին հնարավորությունը առաջանալու է այս տարվա աշնանը կամ օգոստոսի վերջին, երբ կառավարությունը ազգային ժողովին ներկայացնում է իր գործունեության ծրագիրը, այսինքն կառավարությունը կազմավորելուց 20-օրյա ժամկետում պետք է ազգային ժողովին ներկայացնի իր գործունեության ծրագիրը։ Դա քննարկում ազգային ժողովում, եւ եթե ազգային ժողովը հավանություն չտա կառավարության ծրագրին, ապա կառավարությունը լուծարվում է։ Եթե լուծարվելուց հետո չի ընտրվում նոր վարչապետ, ապա լուծարվում է ազգային ժողովը։ Սա շատ կարևոր դրվագ է եւ բնականաբար ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն կարող հավանություն տալ այն ծրագրին, որը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, որովհետեւ դա ադրբեջանա-թուրքական շահերը սպասարկող ծրագիր պետք է լինի։ Եվ եթե հիմա հասարակական տրամադրությունները հնարավորություն տան ազդեցություն ունենալ ԿՊ խմբավորման կազմում ընդգրկված 12 պատգամավորների վրա, որոնք նույնպես ուրեմն հավանություն չտան կառավարության ծրագրին, ապա Նիկոլ Փաշինյանը կարող է անմիջապես հեռացվել պաշտոնից։ Սա տեսական առաջի հնարավորությունն է։ Երկրորդ հնարավորությունը դա վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է, որ ազգային ժողովը իրավունք ունի նախաձեռնել կառավարության կազմավորումից 1 տարի հետո, այսինքն հիմա այս կիրակի օրը օգոստոսի 2-ին ամենայն հավանականությամբ ԿՊ խմբակցությունը նախագահին կներկայացնի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը որպես վարչապետ եւ քանի որ նրանք մեծամասնություն են, էլ ազգային ժողովը չի ընտրի վարչապետին եւ նախագահը պարտավոր է ուղղակի անհապաղ նրան նշանակել վարչապետ, այսինքն կստացվի, որ նա արդեն նշանակվեց վարչապետի պաշտոն։ Նրա նշանակումից 1 տարի հետո, այսինքն 2027 թվականի օգոստոսի 2-ից ազգային ժողովը իրավունք կունենա անվստահություն հայտնել վարչապետին։ Եվ այդ հնարավորությունից օգտվել, եթե տապալվի նախաձեռնությունը, ամեն 6 ամիսը 1 ուրեմն նման իրավական հնարավորություն գոյություն ունի։ Եվ նրան իշխանությունից հեռացնելու երրորդ հնարավոր մեխանիզմը տեսական դա իր հրաժարականն է, որը կարող է լինել ներքաղաքական զարգացումների, արտաքին քաղաքականության մեջ ունեցած ձախողումների, հասարակական պահանջի, հասարակական տրամադրությունների արդյունքում։ Այսինքն մենք տեսականորեն 3 հնարավորություն ունենք առաջիկա տարիներին Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հրաժարական, անվստահության գործընթաց եւ ամենամոտ հնարավորությունը դա կառավարության գործունեության ծրագրին հավանություն չտալն է ազգային ժողովի կողմից։ Այսպիսով, սիրելի հայրենակիցներ, ամփոփելով այս թեման, պետք է ասենք, որ մենք ունենք ցավալի իրողություն նոր ազգային ժողովի կազմավորման իմաստով, ցավալի այն տեսանկյունից, որ մենք հնարավորություն չունեցանք մեր երկրում ունենալ ժողովրդավարական, ազատ սկզբունքներով կազմակերպված ընտրություններ, տեղի ունեցավ իշխանազավթում, այդ իշխանազավթման հետևանքով խորհրդարանում մեծամասնություն են կազմում հայ ժողովրդի թշնամիների շահերը սպասարկող քաղաքացիական պայմանագիր անունը կրող խմբավորումը։ Եվ այդ խմբավորման անդամ պատգամավորները նրանք ըստ էության ապօրինի են գտնվելու ազգային ժողովում եւ մեր բոլորի խնդիրը պետք է լինի, որպիսի հետևողական քաղաքական աշխատանք տարվի, որպիսի այդ մարդիկ փորձեն այդ խմբավորման կազմում ընդգրկվող պատգամավորները օրինականացնեն իրենց կարգավիճակը, այսինքն նրանք ապօրինի են այնտեղ գտնվում, բայց իրավունք եւ հնարավորություն են իրենց գործունեությանը տալ օրինական, լեգիտիմ որակ եւ կարգավիճակ։ Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ որ նրանք հրաժարվեն այդ խմբավորումից, դուրս գան խմբակցության կազմից եւ որպես անհատ առանձին պատգամավորներ սեփական խղճով եւ համոզմունքներով առաջնորդվեն
ներկայացնելով ողջ ժողովրդին, ինչպես որ նախատեսված է սահմանադրությամբ, եւ կայացնեն մեր պետության, մեր ժողովրդի շահերից բխող որոշումներ։ Ես կարծում եմ, որ մեր պայքարի հիմնական ուղղությունը դա պետք է լինի, հակառակ պարագայում ընդդիմությունը իր 41 պատգամավորական մանդատներով չի կարող ազդել կարևորագույն որոշումների ընդունման գործընթացի վրա, ինչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը կարող է իրականացնել ապազգային ծրագրերը, որոնք կարող են հանգեցնել մեր պետականության կործանման։ Այսինքն մեր պայքարը պետք է լինի հասարակական տրամադրությունների առողջացում, գեներացում եւ նաեւ նրանց ազդեցությամբ այդ տրամադրությունների միջոցով առողջացման գործընթացի քայլերի իրականացում քաղաքացիական պայմանագիր խմբավորման կազմում դեռևս ընդգրկված գործիչների պատգամավորների հետ նրանց որակյալ լեգիտիմ կարգավիճակ հաղորդելու եւ դրա արդյունքում նոր որոշումներ կայացնելու իմաստով։ Սպասենք քաղաքական զարգացումներին եւ հուսանք, որ դրանք կընթանան Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերով, այլ ոչ թե այնպես, ինչպես դա տեղի ունեցել մինչև հիմա, որի գլխավոր շահառուն դարձել են միայն Ադրբեջանն ու Թուրքիան։ Այսքանը, սիրելի հայրենակիցներ, բաժանորդագրվեք 168-ի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները, հետևեք 168-ի բոլոր թողարկումներին։ Լավ եղեք։